Բարև Ֆակտոր TV հյուրը հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրամյանն է, բարև Տիկին Աբրամյան։ Օրերս Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտնեց, որ ձերբակալվել է մի անձ, որը Ռուսաստանից փորձել է Հայաստան տեղափոխել կանխիկ գումար 208 միլիոն դրամին համարժեք ռուբլի, վերջին 45 օրում 9-րդ անձն է ձերբակալվում կանխիկ գումար բերելու փաստով։ Արդյոք այս դեպքերը ընդհանրապես կարելի է դիտարկել հունիսի 7-ի ընտրությունների համատեքստում, որոշ այսպես ուժերի ապօրինի ֆինանսավորման, օրինակ Մոլդովայում կապում են, իսկ հայաստանյան հարթությունում արդյոք մենք ունենք բավարար փաստեր։ Իհարկե բավարար փաստերի մասին այս պահին գոնե մենք խոսել չենք կարող, գուցե համապատասխան մարմինները կունենան բավարար փաստեր կամ գուցե հավաքում են բավարար փաստեր, որտեղ չի բացառվում, որ օրինակ ասենք ինչ-որ մի քանի դեպքում տեսել են, չեն առգրավել, հետո փորձել են հասկանալ ուրա տանում այդ գումարը եւ այլ, իսկ որպեսզի այդ շղթան հասկանալի դառնա եւ հանցագործությունը որպես այդպեսին իր ամբողջական շղթայով բացահայտվի, սա իրականում շատ կարևոր է, բայց չենք կարող իհարկե չունենալ ողջամիտ կասկած, որ սա կարող է այսպես լիովին կապված լինել հունիսի 7-ի ընտրությունների հետ։ Ինչու չենք կարող չունենալ ողջամիտ կասկած, որովհետև նաև բնականաբար այլ երկրների փորձը հստակ մեզ ցույց է տալիս, որ բավական լուրջ կանխիկ գումարի մուտք է եղել ընդհանրապես տվյալ հանրապետություններ, հատկապես Մոլդովա, Ռումինիա եւ այլն, եւ իդեպ նաեւ Վրաստանում եւ դեռևս անցած տարի, այսինքն դեռ մոտապես 12-13 ամիս առաջ, երբ մենք տարբեր մեր գործընկեր փորձագետների հետ, ընդ որում նաև բրիտանական կազմակերպությունների հետ, որոնք այս ուղղությամբ բավական մեծ փորձ ունեն կուտակած հատկապես Արևելյան Եվրոպայում նման այդպես արտաքին միջամտության եւ հատկապես ապատեղեկատվության եւ ընտրությունների վրա ֆինանսական ներգործության, այսինքն ընտրակաշարք, տարբեր հարցերով ֆինանսական ներգործությամբ այդպես շահագրգռում եւ այլը, մեզ ասում էին անընդհատ շատ լրջորեն պիտի կարողությունները զարգացնեք կանխիկի մուտքը կանխելու տեսանկյունից։ Հատկապես որ ահագին դեպքերը Ռուսաստանից են։ Եվ այդ դեպքում շատ ավելի զգայուն է, որովհետեւ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ այնտեղ կա որոշակի կանխիկի գումարի չափ, որ թույլատրելի է, այսինքն այս առումով շատ ավելի վտանգավոր է եւ նաեւ ցամաքային ճանապարհով իհարկե կարող է գալ, բայց ցամաքային ճանապարհով եթե մտնելու է Վրաստան եւ այնտեղ էլի ավելի դժվարացնելու, որովհետեւ երեք ես նաեւ այս մասին տեսանյութ էի պատրաստել եւ շատերը գրում էին, դե ինչի պիտի օդանավականով բերեին, եթե ցամաքային ճանապարհով ավելի հեշտ կբերվեր, իրականում օդանավականով միակ բանն է, տարբերակն է, որ ուղիղ մեկ երկրից մյուս երկիր, այսինքն ծագման երկրից հստակ նպատակային թիրախային երկիրը պիտի գար։ Սա իրականում չափազանց լուրջ խնդիր է, այսինքն նույն Մոլդովայում բավական մեծ է եղել այդ ընտրակաշարքի հոսքը եւ այնտեղ մոտավորապես, այսինքն 2024-ի ընտրությունների նախագահական ընտրությունների եւ հանրաքվեի ժամանակ մոտավորապես ծախսվել է մոտ 39 միլիոն դոլար միայն ընտրակաշարքի վրա։ Այսինքն այն ապատեղեկատվական հոսքերի ֆինանսավորման եւ այլնի վրա, բայց 39 միլիոնը հենց ներողություն ընտրակաշարքի վրա է ծախսվել։ Այսինքն դա ռուսական ձեռագիր է երկրների ընտրական պրոցեսներին միջամտելու եւ ռուսամետ ուժերին ֆինանսավորելու։ Երկու հիմնական գործիք է, այո, երկու հիմնական գործիք է, ինչը գիտենք արդեն իսկ, եւ սա կարող ենք իհարկե մտցնել այդ ընդհանուր հիբրիդային սպառնալիքի մեջ, որի ամենակարևոր մեծ բաղադրիչը իհարկե ապատեղեկատվությունն է, դրան զուգահեռ կիբեր հանցագործությունները, կիբեր հարցակումները եւ իհարկե սրան զուգահեռ այդ հիբրիդային ամբողջ գործիքակազմի մեջ մտնում է նաեւ ընտրակաշարքը, որը անօրինական կամարտահայտման վրա գործողություն է եւ ընդ որում այստեղ շատ ավելի նաեւ էլի վտանգավոր է, որ դա արվում է դրսից եւ այլը։ Այնպես չի, որ մեր մշակույթում, ընտրական մշակույթում ընտրակաշարքը չի
չի ունեցել դերակատարում, եթե մեր հանրությունը հիշում է ընդհանրապես սա թերևս 2007 թվականի այդպես բաներ, հա, ֆենոմեն էր, երբ առաջին անգամ թերևս, եթե չեմ սխալվում, 2007-ի խորհրդարանական ընտրություններին դա առավելապես կիրառվեց կոնկրետ տարբեր ուժերի կողմից, հատկապես այն ժամանակ Վարկավաճ Հայաստանի կողմից, Տուկիթել, Կարտոֆիլ, այսինքն ավելի բնամթերք էր։ Հիմա արդեն հիմա հասել են արդեն կրիպտո արժույթին, պատկերացրեք, ինչ նաև զարգացում ենք ունեցել այս տեսանկյունից։ Այո, սա շատ մտահոգիչ է եւ շատ ավելի թերևս մտահոգիչ է, որ մեր հանրությունը շատ հաճախ չի տարբերում ընդհանրապես ինչ կարող է սահմանել եւ ինչը կարող է որակվել որպես ընտրակաշարք։ Իսկ Էլ ավելի մտահոգիչ է, որ մեր հանրությունը մտածում է, որ միայն ընտրակաշարք տվողն է քրական հանցագործ, մինչդեռ նաև վերցնողն է քրական հանցագործության եւ քրաիրավական հարաբերությունների մեջ հնարավոր ընկնի, այսինքն եթե ընտրակաշարք առաջարկում են, խոստանում են, տալիս են, դա պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ, եթե վերցնում են եւ մտնում են այդ գործարքի մեջ, պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ եւ եթե որևէ կերպ նաև միջնորդում են, այսինքն տենց այդ այսպես ասած տասովշիկ կոչվածը մեր մշակույթում, ընտրական այսպես ասած մշակույթում, դա էլ պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ, այսինքն այս ամբողջ շղթան քրաիրավական հարաբերություն է, որը պետք է հնարավորինս բացառել։ Գնայք այստեղ մի կարևոր հարց, մեր ընտրական մշակույթը այն մասին է եղել, որ ընտրակաշարք բաժանում է օրվա իշխանությունը, որը ունի ոստիկանական լծակներ, ԱԱԾ եւ իրավապահ կառույցներ, համայնքապետեր եւ բոլորը աչք են փակում, բոլորը մասնակցում են, ուսուցիչներ եւ այլն։ Դա մեր անցյալն է եղել, մենք տեսել ենք։ Այսօր իրավապահների թիրախում հայտնվել են ընդդիմադիր ուժեր եւ հատկապես Սամվել Կարապետյանի ղեկավարած Ուժեղ Հայաստան կուսակցությունը, կան մի քանի արդեն հրապարակումներ իրավապահներից, նախորդ օրը 2 կանանց առնչության բարեգործության արգելքի խախտման մեղադրանքեր, այսօր 10-ից ավելի բերման ենթարկվածներ, եթե չեմ սխալվում, նաեւ ձերբակալվածներ, Էլի Ուժեղ Հայաստանի Արտաշատի գրասենյակից իրենք ասում են դա գիտեք ինչ է աշխատավարձ է ձևակերպված, հա, աշխատավարձը իրավապահները դիտարկում են որպես ընտրակաշարք։ Իրենց հերթին իրավապահները հրապարակում են ձայնագրություններ, որտեղ խոսում են փողի հոսքերի մասին, ում ինչքան պետք է տան, որտեղից պետք է տան եւ այլն։ Այ օգնեք հասկանալ, ինչպես տարբերակել սա իրոք ընտրակաշարքների բացահայտման սխեմա է, թե այսպես ընտրական ծառայություններ են մատուցում գրասենյակում, աշխատավարձ են ստանում եւ դա իրավապահները որպես կաշառք են դիտարկում եւ հետաքրքիր է նաեւ ինչու է ընդդիմությունը ընտրակաշարք բաժանելու մեջ մեղադրվում։ Նախ այո, մեր մշակույթում, այսպես ասած մշակույթում, ճակերտավոր ընտրական մեր ամբողջ տասնյակ տարիների գործընթացներում սովորաբար այո հիմնական ընտրակաշարք բաժանողը եղել է իշխանությունը եւ եղել են իշխանությանը այդպես իշխանության հետ աֆիլիացված կամ իշխանությանը սատարող տարբեր բիզնեսմեններ, օլիգարխիայի ներկայացուցիչներ եւ այլն։ Սա եղել է մեր հիմնական այդպես մշակույթի մասը։ Այսօր իհարկե, որովհետև անընդհատ են նաև այս մեղադրանքները հնչում, որ արդյոք իշխանությունը դա չի իրականացնում, արդյոք օրինակ ռեպրեսիայի նպատակով օրինակ չէ, նկատի ունեմ արդյոք իշխանությունը ներգրաված չի կամ որևէ կերպ այդպես չի շահագրգռում արհեստականորեն կամ անօրինականորեն չի շահագրգռում ընտրողներին եւ հստակ նաև հաճախ օրինակ են բերում թոշակների բարձրացումը 2-3 օր առաջ նաև կարծեմ Շիրակի մարզպետը նման խոստում տվեց եւ այլ եւ այլ։ Վստահաբար սրանք խնդրահարույց են եւ այս թոշակների բարձրացումը ինքնին խիստ այդպես մտահոգիչ էր հատկապես այս համատեքստում, չնայած շատ լավ է որ ի վերջո թոշակների բարձրացումը տեղի ունեցավ, բայց այս համատեքստում ընտրական process-ների սա իսկապես շատ մտահոգիչ է,
առավելապես Շիրակի մարզպետի հայտարարությունը, որը արդեն տեղի է ունենում մարտից ի վեր, երբ արդեն հստակ է ընտրությունների օրը նշանակված է եւ այլ։ Այսինքն այստեղ կան ժամանակահատվածներ, երբ նման հայտարարությունները արդեն կարող ենք դիտարկել որպես ընտրողների կամքի վրա ոչ օրինական ազդեցություն կամ ուղղորդում, բայց քաղաքական տեսանկյունից սա մենք կարող ենք որակել որպես պոպուլիզմ, որը խնդրահարույց է։ Իրավական տեսանկյունից կոնկրետ նման դեպքերը, երբ իշխանությունը օրինակ բարձրացնում է աշխատավարձերը կամ բարձրացնում է թոշակները կոնկրետ խմբերի մասով, սա որևէ կերպ իրավական կարգավորում գոնե այս պահին չունի։ Այո, պիտի մտածենք հետագայում, ինչպես օրինակ շատ երկրներում է հստակ սահմանված, որ օրինակ ընտրություններից 1 տարի առաջ կամ 6 ամիս առաջ կամ 3 ամիս առաջ իրավունք չունի իշխանությունը նման գործողություններ իրականացնել, թոշակ բարձրացնել, աշխատավարձ եւ այլն։ Բայց այստեղ մեկ այլ էլի ներբություն էլ կա։ Ընտրակաշարքը կոնկրետ գործարք է վերցնողի եւ տվողի միջև, հա, այսինքն երբ որ այդ գումարը տրվում է եւ հստակ ակնկալիք է ձևավորվում, որ այդ գումարը ես տվել եմ, որպեսզի դու գնաս ընտրես։ Թոշակ բարձրացնելու դեպքում 500,000 թոշակառուի հետ այդ ակնկալիքը չես կարող օբյեկտիվորեն չես կարող ձևավորել, որովհետեւ այո, դու անում ես, կարողա քեզ գնահատեն որպես լավ իշխանություն, բայց մեծ հաշվով դա բան չի, հա, գործարք չի որպես այդպիսին, այսինքն սա էլ մի փոքր տարանջատենք, բայց նորից եմ շեշտում, այո, խնդրահարույց է եւ հնարավորինս իշխանությունը նման հայտկապես ասում եմ Շիրակի մարզպետի արած հայտարարության նման հայտարարությունից պիտի խուսափի։ Գոնե այս ժամանակահատվածում իշխանությունը առավելապես նաեւ կարող է ադմինիստրատիվ ռեսուրս կիրառել, հատկապես օրինակ ցույցեր մասնակցել, այդ սատարող այդպես տարբեր հանրահավաքների մասնակցելու եւ այլն տեսանկյունից եւ այս մասով մենք դիտորդական առաքելությունները միշտ սպասում են եւ ակնկալում են, որ նաեւ տեղից պիտի տեղեկություններ ուղարկեն, որտեղ դիտորդները հատկապես երկարաժամկետ դիտորդները այդպես մեծականակ չեն, ռեսուրսները ահռելի չեն, դրա համար միշտ պետք է աջակցեք, եթե կան տեղեկություններ, վստահաբար կարող եք ուղարկել անկախ դիտորդ խմբի։ Ինչու է հատկապես տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի ուժը, որովհետև նաև հասկանում ենք, որ այստեղ ֆինանսական ռեսուրսները իսկապես կարող են ավելի շատ լինել։ Ինչու է նաև բարեգործության այս դրվագը, որը մի քանի օր առաջ երկու կանանց ձերբակալմամբ եւ հետո իհարկե եւ շատ ողջունել է, որ կալանքը որպես խափանման միջոց որևէ կերպ անգամ չքննարկվեց, այսինքն ինչու է ընդհանրապես այս համատեքստը, որովհետև սա եւս հանրության համար հասկանալի չէր։ Կոնկրետ ժամանակահատվածում ընտրություններից առաջ, երբ արդեն հրապարակվում է ընտրությունների ժամկետը եւ այլը, արգելվում է բարեգործությունը, բայց արգելքը հստակ նաև այստեղ նաև դրա համար եմ ասում, որևէ կերպ նաև պիտի չխախտենք անմեղության կանխավարկածը, որովհետև իրավապահ համակարգը հստակ պիտի ապացուցի տվյալ այդպես բարեգործության եւ ընտրությունների հետ կապը, քարոզչության հետ կապը։ Մի կապը եւ դրա մի փաստար կա այն է, որ կոնկրետ անձը եթե իրականացրել, այսինքն եթե այդ կասկածը կա եւ նա կուսակցության անդամ է եւ առավել եւս եթե ցուցակում է արդեն իսկ ներգրաված, այստեղ շատ ուղիղ է այդ կապը եւ այստեղ իսկապես խնդիրներ կան։ Ինչ վերաբերում է ընդհանրապես, հա, ընտրակաշառքի, ինչու է հիմա հատկապես շատ ավելացել, որովհետև ասում եմ, որ նաև այլ երկրների փորձն է հուշում, որ սա այն հիմնական գործիքներից մեկն է դառնալու եւ տեսնում ենք նաև երկիր մտնող ֆինանսական հոսքերից, անօրինական ֆինանսական հոսքերից, որովհետև եթե բիզնեսի համար այդ գումարը բերվում, այդ բիզնեսի գումարը կարող է բոլորովին ոչ ռիսկային եւ բանկերով փոխանցվեր եւ շատ այլ ճանապարհներով փոխանցվեր, այսինքն շատ այլ նկատի ունեմ օրինական ճանապարհով փոխանցվեր։ Այսինքն դուք տեսնում եք վտանգ փողի գործոնը այդ թվում ապօրինի ֆինանսավորումը, չգիտեմ, մեծահարուստ է, միլիարդատեր է, Ռուսաստանից են բերում, բարեգործներ են, հիշել են, որ ուսանողների վարձը պետք է փակեն եւ այլն,
Դա փորձ արվի ընտրողի կամքը ուղղորդելու նպատակով կիրառել։ Սա ուղիղ ազդեցություն կարող է ունենալ անձանց որոշման վրա, որովհետև այստեղ միշտ գործում է նաև այդպես ճնշման գործիքը, միշտ գործում է պարտադրանքի գործիքը, որ եթե քեզ տվել են օրինակ բերեցիք, որ հիմնականում ասում են, որ գրանցված են մարդիկ աշխատող որպես, եւ սա էլ նոր մեթոդ է, եւ մենք օրինակ ունենք տվյալներ, որ օրինակ փոքր համայնքում, որտեղ շատ զորօրինակ ասենք 1000 հոգանոց համայնքում բնակչության երևի կեսից ավելին մի փոքր շտաբում վերցրել են աշխատանքի։ Հասկանում ենք, չէ, որ դա անհնար բան է։ Այդպիսի տվյալ կա կոնկրետ։ Արդեն ունենք այդպիսի տարբեր տեղեկություններ տարբեր տեղերից եկող, հա, այսինքն սրանք անշուշտ իրապահ մարմինները քննում են։ Այսինքն դա ընտրակաշարքի նոր մեթոդ է ձեր։ Սա ընտրակաշարքի նոր մեթոդ է։ Տեսեք, ընտրակաշարք սահմանվում է նույն պարտքերի փակելը, ուսման վարձի վճարելը կամ վճարման խոստումը եւս կարող է դիտարկվել որպես ընտրակաշարք, տարբեր այդպես գույքեր նվիրաբերելը եւ այլն, չէ, տելևիզորը պետք չի իրան փողը տվեք, այս ձայնագրությունից հատված են բերում, իսկ սրանք բոլորը Մոլդովայում կիրառում են նաև կրիպտոարժույթ, որովհետև շատ ավելի այդպես դժվար է դա բացահայտել, որովհետև շատ այդպես հատկապես դա արվում էր տելեգրամյան ալիքներով, այլ ինչ որ on-line app-երով, որը on-line wallet-ներով, հա, on-line այդպես դրամապանակներով, որ շատ դժվար էր բռնելը, այսինքն շատ կիրառվում է հատկապես համայնքներում մեկ այլ շատ մտահոգիչ մեխանիզմ, որ օրինակ մարդիկ, որոնք ներգրաված են այդ on-line կազինոներում եւ այնտեղ պարտքեր ունեն, փակում են կամ պարտքեր, գումար են փոխանցում իրանց այդ պարտքային բաներին, հաշիվներին, on-line հաշիվներին, որպես ընտրակաշարք, էլի շատ բարդ է բացահայտելը։ Այստեղ մի տարբերակը, որ մարդկանց վրա ազդեցություն ունենա, դա իհարկե էլի ճնշման գործիքն է, որ եթե մենք տվել ենք քեզ, ուրեմն դու պարտավոր ես գնալ եւ ընտրել։ Մյուս տարբերակը ոչ թե այդքան ճնշման գործիքն է, այլ խրախուսման, այսինքն եթե մենք քեզ այսքան տվել ենք, բա դու պատկերացրու, որ գանք իշխանության ինչքան կտանք։ Այս խրախուսումը շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ մարդիկ միշտ այդ հույսը ունենում են, որ շարունակաբար իրենց պարտքերը փակելու են, մինչդեռ դա միշտ եւ փորձված է եւ Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը ցույց է տալիս, որ այդ գումարը, որ տրվում է, այդ գումարը ինչ որ միտեղից պիտի հետո դուրս գա եւ պիտի հանեն այդ գումարը, որտեղ մարդիկ հենց այնպես չեն գալիս իշխանության, մարդիկ տեսել ենք, բայց հանրային հիշողությունը սովորաբար հանրային հիշողությունը ավելի թանկացել է ընտրակաշարքի գինը, բայց հետ քաշվելի գումարն էլ ընդհանրում եմ շատ կլինի։ Բայց ցավալիորեն պիտի նաեւ արձանագրենք, որ այո, հանրային հիշողությունը ավելի կարճ է, հանրությանը, քանի որ տասնյակ, այստեղ շատ այդպես բավական լավ մեկը մյուսին փոխլրացնող մեխանիզմ է գործում, հա, այսինքն տարիներ շարունակ ապատեղեկատվական տարբեր գործիքներով հնարավորինս այդ ատելությունը սերմանվել է եւ որպեսի դրա վրա նաեւ ավելացել է հերթական անգամ, որտեղ տասնյակ տարիներ սա հիմնական մեր խնդիրն էր, որ դու ընտրությամբ ոչինչ չես փոխելու, քո ձայնը որևէ կապ չունի եւ քո ձայնը նշանակություն չունի, այնպես որ այդ քո ձայնը վաճառելը շատ ավելի հեշտ է լինում։ Ինչու եմ սա ընտրություններից այս ինչպես մի քյար ունենաս։ Սա իրականում ինչու եմ սա ասում շատ կարևոր է, որովհետև այս հանրային ընկալման հետևանքն է ընտրակաշարքի վերցնելուն պատրաստ լինելը։ Տեսեք օրինակ, շատ պարզ մի օրինակ 2017-ի ընտրությունները, որը մենք անդադ ասում ենք խնդրահարույց ընտրություններ են, բայց որպես այդպիսին այն հիմնական ընտրական կեղծիքները եւ հենց ընտրական տեղամասերում տեղի ունեցող խախտումները, լցոնումները չկային։ Դա տեղի էր ունեցել ընտրատեղամասից դուրս հիմնականում էլի ընտրակաշարքի տարբեր մեթոդներով։ Եվ այդ ժամանակ այո հանրությունը պատրաստ էր վերցնել ընտրակաշարք։ Ընդհանրապես
1 տարի հետո 2018-ի ընտրություններին ընտրական օրենսգիրքը չէր փոխվել, ընտրակաշարքը դեռևս վերցնելը դեռևս քրականացված չէր, այսինքն մենք իրավական տեսանկյունից ոչ մի մեխանիզմ չէր փոխվել, բայց մարդիկ պատրաստ չէին վերցնել ընտրակաշարք։ 2018-ին էլ էին իրենց ընդդիմության տարբեր դերակատարներ առաջարկում ընտրակաշարք, բայց չէին վերցնում, որովհետև կար արդեն այդ գիտակցումը, որ իմ ձայնը կարևոր է։ Հիմա տարիներ շարունակ հակառակը փոխվեց նաև ապատեղեկատվության, պետության նկատմամբ վստահության, այդպես խաթարմամբ եւ այլն, եւ սա է նաև պատճառը, որ հիմա գուցե մարդիկ էլի պատրաստ են գնալ դրան, որովհետեւ չեն հավատում ընտրական process-ին եւ համարում են, որ այո, այ մի գոնե մի օգուտ էս process-ից ունենամ, էդ էլ իմ օգուտն է։ Բայց պատժվելու են եւ այստեղ մեկ այլ բան կա, որ բայց այստեղ կներեք այլ բանից առաջ ես գիտեք ինչ նկատեցի, որ օրինակ ուժեղ Հայաստանից Գոհար Մելոյանը ասում էր, որ հատկապես իշխանությունը կանանց է թիրախավորում, այսինքն գործերով բռնվում են իրավապահների կողմից կանայք եւ միտումնավոր այսպես կանանց թիրախավորում էր եւ նա կոչ էր անում կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներին դատապարտել այս թիրախավորումը։ Իշխանական մեկնաբանությունը ես տարբեր պատգամավորներից հանդիպեցի, որ օրենքի համար պետք է որևէ այսպես կապ չունենա, տղամարդ է, կին է, չափահաս է, կին է, չգիտեմ ինչ է, դպրոցական է, ընդդիմադիր է իշխանական, պետք է օրենքով անցնեն։ Այ ինչպես հասկանալ, որովհետև իրապես այս գործերով, որ ես նշեցի, 3 այսօր հատկապես կանայք են անցնում։ Սա, բայց մյուս բանն էլ կա, մի քիչ կարող սա դավադրապաշտական է, որ դե միտումնավոր կարող է կանանց այսպես ներգրավել նման հարցում, ես նկատի չունեմ ուժեղ Հայաստան կուսակցությանը հանկարծ իրենց վրա չընկալեն, հա, ընդհանրապես նման ընտրական process-ներով մի քիչ սև գործը տրվի կանանց, այն ակնկալիքով, որ դե իրավապահները մի քիչ այլ կերպ կմոտենան, չգիտեմ, կալանքի չեն տանի եւ այլն։ Ինչ կարող եք դուք ասել ընդհանրապես ինչ եք մտածում այս հարցի վերաբերյալ։ Նախ ուղղակի շեշտեմ եւ սա անընդհատ է այդպես շահարկվում, որ կանանց իրավունքներով գործող տարբեր կազմակերպություններ նախ պարտավոր չեն բոլոր դեպքերում անընդհատ որևէ արձագանք տան, որովհետև այդ ակնկալիք անընդհատ կա, բայց պարտավոր են արձագանքել եւ որևէ կերպ աջակցել կանանց այն դեպքում, երբ այդ կանանց նկատմամբ որևէ գործողություն է տեղի ունեցել, որովհետև իրենք կին են, հա, այսինքն սեռով պայմանավորված խտրականություն է եղել եւ այլ։ Հիմա այս դեպքում այնտեղ լիներ կին թե տղամարդ, գործը հարուցվելու էր կամ գործի քննությունը իրականացվելու էր։ Անմեղության կանխավարկածը բնականաբար շեշտենք, բայց ուզում եմ ասեմ կին լինելու հանգամանքով չի, որ այս գործերը հարուցվում են կամ այս գործողությունները իրականացվում են բոլորովին։ Դրա համար ակնկալել, որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները որևէ կերպ պետք է միջամտեն կամ արձագանքեն, շատ անհեթեթ է եւ շատ մտահոգիչ է, որ սա ասվում է, ասենք իրավաբանի կողմից, որտեղ այս տարբերակումը վստահաբար ինքը պիտի որ իմանար։ Ինչ վերաբերում է ինչու են հենց կանայք այս գործերով բռնվում, ենթադրում եմ դա ուղղակի իրենց այդպես նախընտրական քարոզարշավի նախընտրական շտաբերի ձևավորման process-ում է թերևս նաև ինչ որ կերպ ձևավորման խնդիր եղել, որ հիմնականում փաստացի շտաբերում երևի նաև կանայք են եղել եւ իրենց վրա դրված նաև այդ գործողությունները, բայց այս իհարկե, որտեղ այստեղ միշտ կա անմեղության կանխավարկածի հարցը, չենք կարող բացառել մեկ այլ տարբերակ, որ եւ սա սովորաբար իրավապահ մարմիններում այդպես բան մեթոդներից մեկն է, մարտավարություններից մեկն է քննությունը իրականացնելու, իրենք գուցե օրինակ, չգիտեմ, ես երբևէ այդպես չեմ դիտարկում կանանց, բայց գուցե իրենց ընկալմամբ կանայք թույլ օղակեն եւ իրենցից ինֆորմացիա ստանալը ավելի հեշտ է։ Այսինքն սկզբում բերման են ենթարկում կանանց, որպեսզի իրենցից ավելի արագ տեղեկություններ։ Դա էլ իրավապահների կարա այդպես մանիպուլյացիան լինի, բայց դա մեթոդ է քննությունը իրականացնելու։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ որևէ կերպ հատկապես նման հանցագործությունների կամ ընդհանրապես որևէ հարցագործության դեպքում
դեպքում կապ չունի կին, տղամարդ, չգիտեմ, կերակրող մայր, երեխա, անչափահաս, դպրոցական, այս բոլորը կարելի կոչ անել հիվանդներին, անչափահասներին, չներգրավել հանցագործությունների մեջ, երեխաներին, ծերերին, մի ներգրավեք հանցագործությունների մեջ։ Անշուշտ կալանքը որպես խափանման միջոց որոշելու համար այս բոլոր հանգամանքները հաշվի առնվում են եւ պիտի առնվեն։ Այսինքն սրանք իհարկե կարևոր են, հա, այսինքն հատկապես եթե կինը, եթե ունի անչափահաս երեխաներ, եթե հատկապես ունի նորածին երեխա, այս խնդիր որևէ կերպ սա չի էլ քննարկվում եւ դրա համար իրականում շատ կարևոր է, որ քննող մարմինը հակակոռուպցիոն կոմիտեն անգամ չի էլ դիտարկել կալանքի հարցը, դրա համար դիտարկում են նաև տնային կալանքը եւ այլն։ Այսինքն այս առումով սրանք բոլորը հարցեր են, որ միշտ պիտի քննարկել, բայց ես ուղղակի հորդորում եմ հնարավորինս, գիտեք, քաղաքական կուսակցությունները բոլոր մեթոդները կիրառելու են, օրինական, անօրինական, մանիպուլատիվ, շահարկող եւ այլը, բայց ես նաև մեր հանրությանն եմ ուղղակի հորդորում, որ հատկապես քրաիրավական, որը ընտրակաշառքն է քրաիրավական հարաբերություններում չմտնել, որովհետև եթե քաղաքական կուսակցությունները ունենալու են պաշտպանություն, ունենալու են ֆինանսական միջոցներ առնվազն իրենց, չգիտեմ, կուսակիցներին աջակցելու փաստաբաններով եւ այլը, սովորական քաղաքացին այդ հնարավորությունը չի ունենալու եւ տուժելու է եւ այդ տուժողների հետևից առանձնապես ոչ մեկ չի գնալու։ Սա իսկապես շատ կարեւոր է։ Մեկ այլ կարեւոր հարց կուզեի, որը էլի ժամանակին անընդհատ քննարկել են 2012-ի խորհրդարանական ընտրություններին, 17-ի խորհրդարանական ընտրություններին, երբ անընդհատ այդ ընտրակաշառքից հետո այդ ճնշման մեխանիզմը կար, երբ ասում էին մենք հետևելու ենք, տեսախցիկներ կլինեն, քվեախցում, գրիչը տեսախցիկ է պարունակում եւ այլը, մի հավատացեք, սա բացարձակ սուտ է, ձեր քվեարկությունը բացարձակ գաղտնի է, ընդ որում այս գաղտնիությունը ոչ միայն ձեր իրավունքն է, այլ ձեր պարտավորությունն է, որովհետև գաղտնիությունը հրապարակելը եւս հանցանք է։ Եվ դուք եք պատժվելու։ Եվ դուք եք պատժվելու։ Տիկին Աբրահամյան, տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Սամվել Կարապետյանի այն պնդմանը, թե նույն Նիկոլ Փաշինյանը, եթե ընտրվի վարչապետ, հուլիսին Ռուսաստանի տնտեսական պատերազմ է սպասվում, իսկ Հայաստանի աղքատացում, Նիկոլ Փաշինյանը ասում էր ոչ թե Հայաստանը, այլ Սամվել Կարապետյանն է աղքատանալու մինչև տարեվերջ, նա Կարապետյանի որակում էր հայ-ռուսական հարաբերությունները փչացնող եւ ԵՏՄ կատվածարանող, փորձ է անում հրահրել Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու, ես անհնար եմ համարում այդպիսին բանը, Ռուսաստանը չենք վիճել, չենք վիճում եւ չենք վիճելու։ Այդ դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունը, թե Կարապետյանի, թե Փաշինյանի արձագանքը։ Արդյոք նաև սա նաև փաստ է, որ հունիսի 7-ից փաստորեն 2 ամիս առաջ է գուժվում Ռուսաստանի հետ հավանական տնտեսական պատերազմի մասին, եթե Փաշինյանը ընտրվում է։ Տնտեսական սպառնալիքը հնչեց իհարկե առաջինը Պուտինի կողմից, հետո դա ավելացրեց իհարկե Օվերչուկը իր հարցազրույցով եւ այդ ուղերձը կարծես այսպես ներքին մեր ընդդիմությանը տվեց հիմնական այդ մեթոդիկան, որ այսա է այն հիմնական մեխը, որի վրա պետք է անընդհատ խփել։ Եվ սա ըստ էության հիմնական մեթոդներից է, որը եւ մահակներից է, որը Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ տնտեսական մահակը, եւ այս մահակը շատ ավելի ահագնանում է, որովհետեւ այն հիմնական մահակը, որը կոնֆլիկտն էր, իրենց ձեռքից արդեն վերցրել են, եւ այդ պանիկան, որ այդ մահակը չկա, որովհետեւ ես կարծում եմ բոլորովին պատահական չի, որ օրինակ
որևէ կերպ այդ համատեքստում խոսակցություն չլինելով Պուտինը նորից հիշեց Արցախի խնդիրը, որովհետև այդ մահակն է Արցախը եւ ընդհանրապես Հայաստանում կոնֆլիկտը հիմնական մահակն էր իրենց ձեռքում մեր դեմ կիրառելու։ Հիմա այդ մահակը չկա եւ մնացել է տնտեսականը եւ դա նշանակում է, որ տնտեսականը էլ ավելի շատ պիտի կիրառեն։ Կներեք, դա հնարավոր է ընտրողների կամքի վրա ազդելու նպատակ ունի, որ եթե դուք ընտրում եք այսպես ԵՄ-ի հետ մերձեցման կողմնակից ուժերի, սպասեք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի հուլիսին լինի, թե հունիսին, թե օգոստոսին, դա արդեն ժամկետի եւ տեմպի հարց է։ Այստեղ նախ պիտի հասկանանք այն, որ հատկապես օրինակ եթե 2013-ին էր այս մեթոդը կիրառվում եւ 2013-ին իհարկե նաեւ առավելապես անվտանգության մահակներ կիրառվում եւ դրթեցին մեզ չստորագրել ասոցիացիան համաձայնագիրը, այս մահակը շատ ավելի ուժգնությամբ հատկապես գազի թանկացում եւ այլն կարող էր կիրառվել։ Հիմա դրա հավանականությունը ավելի քիչ է, որովհետև Ռուսաստանը եւս Հայաստանից նաեւ կախվածության մեջ է, հատկապես հաշվի առնելով, չասեմ կախվածության մեջ է, բայց Հայաստանը իրեն այնուամենայնիվ պետք է տնտեսական համագործակցության տեսանկյունից, որովհետև սանկցիաներ են, այստեղից շատ ապրանքներ են գնում եւ այդ իրենց համար այնուամենայնիվ դեռևս շուկա է, որից իրենք ստանալիք ունեն։ Այսինքն շատ միանշանակ չի, որ բացառապես մենք ենք իրենցից կախված, որոշակի փոխկախվածություն արդեն ձևավորվել է ելնելով պատերազմական իրավիճակում Ուկրաինայի եւ սանկցիաների։ Գազի գնի թանկացումը, նախ այստեղ հստակ հասկանանք այն, որ այն գինը, որ Պուտինը հնչեցնում էր 17.5 եվրո, դա իրականում մեր սպառող 177, դա մեր սպառողին այդ գնով չի հասնում, դա այն գինն է, որը Ռուսաստանը տալիս է հայաստանյան ռուս գազարտին եւ ռուս գազարտը դրա վրա դնում է բավական մեծ մարժա եւ դա մոտավորապես 360-ից բավական է, այսինքն 360-ից 380 եվրո է մեր հանրությունը ստանում գազը, այսինքն մեր սպառողին գազը ի վերջո հասնում է բավական թանկ եւ այդ արանքում բնականաբար այդ մարժան իրենք դնում են իրենց մի գրպանից դուրս է գալիս մյուս գրպան, այսինքն դուրս է գալիս, որ Հայաստանը էժան գազ է ստանում։ Հայաստանը էժան գազ չի ստանում եւ Հայաստանը այս առումով շատ ավելի խնդրահարույց է մեր իրավիճակը, հատկապես ԵԱՏՄ-ի ներսում մեր տարբեր ապրանքների մրցունակության խնդիրը, որովհետև Բելարուսը ավելի էժան գազ ունի, Ղազախստանը շատ ավելի էժան գազ ունի եւ այլ եւ այլը։ Այսինքն այս դեպքում նաեւ այս համակարգում տնտեսական մենք շատ այդ առումով մրցունակության խնդիր ունենք, բայց մենք մրցունակ ենք օրինակ նույն Եվրոպայի հետ։ Իշխանության վրա ճնշում է, թե ընտրողի կամքի վրա ճնշում է։ Այստեղ երկուսն է, իշխանության վրա էլ, ընտրողի կամքի վրա էլ, բայց այստեղ շատ կարեւոր է հասկանալ արդյոք Ռուսաստանը սրան կգնա այն առումով, որ եթե անգամ գնան, իրենք շատ լավ հասկանում են, որ ուղղակի վերջնական իրենք կկորցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, կկորցնեն հայ ժողովրդին, ինչպես անընդհատ սիրում է կրկնել Պուտինը, որովհետև երբ որ ինքը խոսում է հայ ժողովրդի շահերից, որովհետև անդադ ասում է դե սա հայ ժողովրդի շահերին է, շահերից է բխում եւ այլ, ընդ որում էստեղ էլի նորից շեշտում եմ, որ երբեք սովորաբար չեն խոսում Հայաստանի Հանրապետության մասին եւ իրենց խոսույթը երբեք Հայաստանի Հանրապետությանը չի ուղված, միշտ խոսում են հայ ժողովրդի մասին, ասենց չոր ամորֆ հավաքական մի բան, որովհետև չկա իրենց համար պետություն, այո, սուբյեկտ չեն ճանաչում, իրենք ճանաչում են այստեղ ապրող բնակչությանը։ Հասկանալի կլինի, թե սա ինչ լուրջ հետևանք կարող է ունենալ, բայց սրան նաև զուգահեռ պետք է շեշտեմ, որ տարբեր երկրներում եւ սա արդեն եւ Վրաստանում է դա գործել ժամանակին եւ Մոլդովայում է գործել, որտեղ այս գործիքը, որովհետեւ բոլոր պետությունները այնուամենայնիվ այդ կախվածությունը ունեն, գազի, հատկապես էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, Եվրոպան ուներ արագ արձագանքման աջակցության ծրագրեր, այսինքն ինչ որտեղ սուբսիդավորելու այդ գազի գնի թանկացումը, եթե կլինի, ինչը նաև արվեց Եվրոպայի հատկապես արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում։ Համենայն դեպս կառավարությունը շեշտում է, որ մենք ունենք արդեն իսկ նախատեսված կոնկրետ աջակցության փաթեթներ։ ԵՄ-ի կողմից, եթե Ռուսաստանը գազը թանկացնում է։ Այնտեղ նաև այլ, հա, այսինքն եւ տնտեսվարողներին, եթե խաթարվի տարբեր այդպես
վաճառքի ինչ որ բաներ եւ այլն։ Այսինքն դա միտված է լինելու քաղաքացուն ճնշելու, որտես Ռուսաստանից փոկվելը քո գրպանին հարվածում է, բայց խելամտություն երևի կառավարության ԵՄ-ի այնտեղ կարող է դրսևորվել, որ բարձիկ ապահովի, թե որոշակի անվտանգության որոշակի բարձիկ պիտի լինի, թե բիզնեսների համար եւ թե քաղաքացիների, որպեսզի հնարավորինս մեղմի, եթե նման քայլեր լինեն, բայց ես կարծում եմ սա առավելապես շանտաժ է եւ երկարաժամկետ նաեւ զարգացման տեսանկյունից պիտի նայենք։ Եթե մենք անընդհատ տրվում ենք այս շանտաժին, սա չի ավարտվելու եւ ցանկացած իշխանության դեպքում ես ասեմ ավելին, եթե լինի պրոռուսական իշխանություն, այս շանտաժը ել ավելի շատ է կիրառվելու։ Այսինքն ցանկացած բան, որ այդ պրոռուսականը ինչ որ կերպ իրենց ցանկությամբ չիրականացնի, իսկ այդ իրենց ցանկությամբ շատ հստակ է։ Շատ հաճախ հատկապես աշխարհաքաղաքական այս բախումների իրավիճակում Հայաստանի պետական շահը հակոտնյա է ռուսական պետական շահի։ Հիմա եթե ունենում ենք մենք պրոռուսական իշխանություն այստեղ եւ օրինակ իրավիճակ է լինում, որ պետք է որոշել պաշտպանել Հայաստանի շահը, իսկ այդ Հայաստանի շահի մեջ հատկապես պիտի ասեմ մտնում է անվտանգությունը եւ խաղաղությունը ունենալ թե չունենալը։ Պաշտպանել Հայաստանի շահը, թե օրինակ առավելապես գերադասել պաշտպանել ռուսական շահը։ Սա է լինելու այն հիմնական այդպես երկընտրանքներից մեկը, որը կարող է դրվել։ Իսկ սա նշանակում է մենք ուղղակի որպես պետություն ընդհանրապես ինքնիշխանության մասին արդեն խոսել չենք կարող եւ ել չեմ ասում, որ մենք շատ լուրջ անվտանգային նաեւ խնդիրների կարող ենք բախվել, որովհետեւ նորից եմ շեշտում Ռուսաստանի համար այստեղ անվտանգության այդպես կամ կոնֆլիկտ ունենալու մղումը եւ իր կողմից ռուսական շահը հստակ սահմանում է, որ այստեղ եթե միշտ լինի կոնֆլիկտ, ինքը միշտ ունենալու է ազդեցության լծակ եւ այդ ազդեցության լծակը վերականգնելը իր համար խիստ կարեւոր է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Գայանե Աբրահամյանին։